քանի որ Ֆրանսիան կուրացիա անում Հայաստանին եւ Հայաստանի կառավարչին, Վասիկ էս նկարը ինձ մոտ մեր օկտատերից համախոհներից մեկը եւս նկարադրել Ուկրաինային էլ կուրացիա անում Բրիտանիան։ Օրինակ Ստարմերը որոշ ժամանակ առաջ եղել էր Կիևում, հանդիպել էր Զելենսկուի հետ, Վոլոդոմիր, սա իրական նկար է, մոնտաժ չի, երբ որ ճանապարհում է Զելենսկին Ստարմերին, շալվարի հետևի մասը պատրած է։ Սա մոնտաժ չի, իրոք մոնտաժ չի, այսինքն այս մարդը Զելենսկին ինքը պրոֆեսիոնալ թմրամոլ է, ընդ որում նախագահ եղած ժամանակ գովազդում էր նաև կոկային, ասում էր ամենալավ թմրամիջոցն է, զվարթապահում, չի քնացնում, ադեկվատությունը 100% է, խնդրում օգտագործեք ով թմրամոլը, օգտագործեք կոկային։ Տեսանյութը կա, եթե որից մեկը կասկածում է, կարող ենք ուղարկել։ Եվ հիմա ասենք այսպիսի սեր կա Վոլոդոմիր Զելենսկի եւ Ստարմեր, այսպիսի սեր կա նաեւ արդեն գնացին Մակրոն եւ Փաշինյան։ Հիմա ինչ արենք։ Հիմա մի ուրիշ այստեղ ասեցիք տարիք չի ճանաչում եւ սեր։ Ես չգիտեի, պարոն Ահապետյան, ճիշտ ասած երեք եմ իմացել, զարմացա որ չգիտեի, բայց ինչի՞ պիտի իմանայի, չեմ հասկանում։ Փաստորեն ինչ որ սնկի տեսակ կա, որ տենց ուտում են, թմրադեղի ինչ որ ազդեցություն է ունենում։ Հալյուցինացիաներ առաջացնում, իրոք, հա, այդպիսի սնկի տեսակ կա։ Դե ես դուք ինչ եք կասկածում եք, որ Սամվել Կարապետյանը ինչպիսի ինֆորմացիաներ կարող է տիրապետել։ Ես օրինակ չեմ կասկածում։ Եվ Սամվել Կարապետյանը ինչ որ այսպիսի Խի այն մի տոննա որ ավելցուկ կոկային ինչ կա դրանից հերոիներ կոկայիներ արդեն ես ինչ իմանամ աշխարհ տեսած մարդ է պարոն Ահապետյան ուր է այդ հերոինը հա օրինակ ասեմ հարցեք տալիս պատասխանում եմ ուրեմն պարզվում է երբ որ Եվրոպայից որոշ ղեկավարներ շատ ղեկավարներ եկել են Հայաստան ինչ որ այստեղ թատրոն կապիկություն խաղալու կարկառուն ԿՊԱ-ականներից մեկը գիտեք ինչ է ասում Սա բացառիկ բան է, Տիգրան Մեծից հետո նման բան չի եղել, եվրոպական ոչ մի երկրների ղեկավար sense չեն եկել։ Ոչ Տիգրան Մեծի ժամանակ եվրոպական երկրներ կային։ Այդ սնկից հաստատ իրանել են ուղարկել։ Սունկ չի, այ որ ասում ես ուրա, այդ թմրամիջոցը միգուցե այլ մասը։ Հա, էդ էլ թմրամիջոցը։ Որ Նիկոլ ինչ որ բան ունենա ուրիշի տա։ Պարոն Ահապետյան, Նիկոլը ինչ որ բան մոռացեք։ Մոռացեք։ Շենքերով, կարծող շենքերի հարկերով բնակարաններով։ Մոռացեք, չի տալու։ Խի քաղաքապետը տնօրինում է դա։ Էդ հա, Իրան, բայց այն ինչ որ Իրանից, իրա ձեռք ընկած ինչ որ փողերից այդ, չգիտեմ, սնկից։ Հա, մենակ ինչքան օգտագործի։ Տոննա է։ Անա ինչ տվեց անգամ, այնա չեք տեսնում որ տված էլ է տեղած չեղածից անան չեր նեղվի, չէ՞ ինչ։ Այսքան ժլատ, հա։ Դե չգիտեմ, իր ընկերներին հարցրեք կասի։ Հիմա այս սնկի պատմությունն է շատ հետաքրքիր, փաստորեն 1 կիլո այդպիսի ինֆորմացիա ասեց մարդը, ներողություն, 1 տոննա սունկ է բերել այդ Չինաստանում փորձել է, ոգևորվել է, հետո բան արեց, ասես դատի եմ տալու, միջև է։ Ով ասեց։ Ուրեմն միջև է Նիկոլն ասում էր, դե խոսա, հենց սկսեց խոսել, ասում դատի եմ տալու։ Իրան թվում էր թե բան։ Հա, հետո ասեց ես այդպիսի ինֆորմացիա ստացել եմ, հիմա հաստատ։ Նիկոլը ինչ։ Հետ կանգնեց։ Խի, զրպարտություն է, անձի հեղինակությունն ու արժանապատվությունը Սամվել Կարապետյանը մի վարքյան այդ խոսքերով վիրավորել է։ Ասենք այսպես, եթե սուտ է, խի դատի չի տալիս արժանապատվության համար։ Հետ կանգնեց Նիկոլը։ Մտածեց կարող է փաստեր կա այդ սնկի եւ տոննայի եւ Չինաստանի մասին։ Ես կարծում եմ ավելի շուտ Այն էլ Նիկոլը, որտեղ իմանա, որ դիմացինը իրավական առումով խոցելի է, կեցված չդրսևորի, հետ կանգնի, լուրջ եք ասում, հավատացիք դուք, Իսկ ինքը նույն պահին իր թիվ 1 հակառակորդն է իդեպ։ Սամվել Կարապետյանը իր թիվ 1 հակառակորդն է, ընտրա պայքարում։ Հետաբար եթե նա բաց թողում արել Սամվել Կարապետյանը եւ սխալ արել, առավել եւս վիրավորել է իր մրցակցի դեմս Փաշինյան Նիկոլի անձի արժանապատվությունը, հեղինակությունը, նույն պահին արդեն քրեական գործառույթ կլներ։ Իսկ երբ որ Փաշինյան Նիկոլի հետ քայլ արել, ի՞նչ է նշանակում։ Ցույց տվեցինք, որ ուժեղ տղա ենք, բայց նաեւ խղճով ենք։ Ոչ մի բան չենք անում։ Սուտ է, ուրեմն եթե Փաշինյան Նիկոլի հետ քայլ արել, ամենայն հավանականությամբ ինֆորմացիա ստացել, որ Սամվել Կարապետյանը տեղեկատվությանը ռեալ գործնականում տիրապետում է։ Այդքան բան։ Ես այդպես եմ գնահատում։ Հետո ընտրաշավի հետ այսօր է չէ՞ սկսում ընտրաշավը, բայց ես կարծում եմ համատարած կեղծիկ է։ Փաշինյան Նիկոլը ընտրաշավը արդեն մի 3 ամիս է կատարում է։ Ինչի մասն է խոսքը։ Սեփական խաղի կանոններ է ընտրությունների հետ կապված։ Օրինակ Տեղեկատվություն տարածվեց սոցիալական ցանցերում շատ օգտատերեր դրել էին, տարածել էին նաև լրատվամիջոցներ, որ Ոմն Սափյան, որը քաղաքապետ է,
Այդ որ բարձացել էր խոյակների վրա, մայրաթոռում հայրանքներով ինչ որ դուռ էր ուզում բացել։ Ուրեմն այս անձը գրել էին, որ կազմակերպությունը իր կողմից եւ այլն գումարներ է բաժանում քաղաքացիներին, կարիքավորներին, չէ՞։ Իսկ երբ որ Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համախոհները հերրախոսով խոսում են աշխատանքի մասին, ինչ որ լավ ապագայի մասին, դա դիտում է որպես կաշառքի խոստացում։ Այստեղ սկզբունքը հետեւյալն է, ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին։ Այսինքն Փաշինյան Նիկոլի եւ իր թիմակիցներին կարելի է համատարած կաշառք, այդ թվում նաեւ գումարի տեսքով, այդ թվում նաեւ մարդկանց գործնականում խնդիրներ լուծելու խոստումներով։ Բայց եթե այս կողմը ընդհանրապես լավ ապագայի մասն է խոսում, դա դիտում է որպես կաշառք ու մարդիկ անազատության մեջ են, այս բանը նստած են։ Այսինքն գրված օրենքները, որով բոլոր կողմերը եւ իշխանություն եւ ընդդիմություն հավասար խաղի կանոններով մտնեին ընտրապայքարի մեջ, այդ օրենքները գոյություն չունեն Հայաստանում։ Գոյություն ունի մի օրենք, Նիկոլը պիտի հաղթի։ Իր համար չափորոշիչը հաղթելն է։ Ուստի եւ պատական չի, որ հիմա երեք ես լսեցի հերոստատեսությամբ հմեկով, հմեք չեմ նայում, պատական մի տեղի, որտեղ հմեք էին նայում, ու լսեցի դա։ Ուրեմն ասում է, որ ինչ որ գումարներ են դրսից բերվում եւ տրվում են։ Հիմա հարց։ Այդ գումարների մասին ելով է ասել 2 օր առաջ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Քրիստինե Գրիգորյանը, նույն ինքը Քիսուն։ Միպում Քիսու էր, որ վարչության պետ էր, հիմա Քրիստինե Գրիգորյանը։ Միպը Մարտիրոսյանի պաշտպանի մոտ վարչության պետ էր, Արման Թաթուրյանի մոտ էր աշխատում, էլի։ Եվ Ստամբուլյան կոնվենցիան նախանձախնդրորեն փորձում էր, որ Հայաստան ընդուներ, ինքն էր լոբինգ անում, նաև։ Այդ ես որ այդ պայքարի մեջ եղել եմ, ուղղակի իրեն գիտեմ այդ առում։ Հիմա Քրիստինե Գրիգորյանը հիմնավոր մտքեր է արտահայտում իբր հիմնավոր, որ Ռուսաստանից գումար է գալիս, նույն երկրի չի ասում ակնհայտ է, որ որոշ ընդդիմադիրներ նաև այդ գումարներից օգտվում են։ Հիմա ստեղծում է մի հատ թղթապանակ, որի մեջ աշճանաբար հավաքվում է ընտրակաշառք, դրսից գումար, ընտրակաշառք, դրսից գումար։ Իսկ այդ բոլորը հիմնականում ուղղում է Սամվել Կարապետյանի եւ իր թիմակիցներին, այսինքն Փաշինյան Նիկոլի թիմ 1 մրցակցի դեմ։ Ինչի համար։ Ասեմ ձեզ ինչի համար։ Ընտրություններից այն ժամանակ, երբ որ քվեաթերթիկները տպվեն եւ Սամվել Կարապետյանի ուրեմն կուսակցությունը լինի համարով, ոնց որ Մոլդավիայում 2 օր առաջ արգելերում են, որպեսզի ընտրություններին մասնակցի։ Հիմքը այս ընտրակաշառքների ցուցակը եւ տարբեր երկրներից անօրինական կերպով ֆինանսավորումը։ Ես այս պահին Փաշինյանի կողմից իրականացող եւ իրավապահների եւ հայտարարություններով ես այդպեսի հետևություն եմ գալիս Սամվել Կարապետյանի կուսակցությանը թույլ չեն տալու մասնակցի ընտրությունների շեք խոսքս։ Այս պահին այս քայլերը ասում եմ հիմնավորումը որան, ինչու չեն կարող։ Ինչու չեն կարող։ Որովհետև այդ պարագայում մնացած 2-3 ընդդիմադիր ուժերն էլ կմիանան եւ ժողովուրդը դուրս կգա։ Դա էլ հարցա, թե ինչ կանի ընդդիմադիրը, բայց ես ասում այսօր ինչ որ այս կապիկությունը արվում է ընտրակաշառքի եւ դրսից փող Հայաստան ապօրինի ընտրությունների մասնակցության ինչ որ մի կողմին ֆինանսավորելու, որը գրանցված չէ այդ գումարները, սա ինչի համար են համատարած առողջիցիկու սա մասն են խոսում։ Իրանք հող են նախապատրաստում, նորից եմ ասում, վաղօրոք չեն ասել, իրանք ընտրություններից 2 օր առաջ։ Ինչու՞, որտեվ անգամ ընտրողը երբ որ գնում է եւ օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը գրանցած է, չէ՞, բայց իշխանությունների որոշմամբ ինքը իրավունք չունի մասնակցելու։ Գրված է, մարդը նշում է այդ ձայնը փոշիանալու է, գիտեք, չէ՞, փաստորեն եթե չի մասնակցում, բայց ընտրողը նշում է ուժեղ Հայաստանի, կորում է այդ ձայնը, ասկն փոշիանում է։ Հիմա եթե ընդդիմությունը Պարոն Ավետյան, տեսեք, հիմա իրանք երկու շատ վատ բան են անում, մեկը այն է, որ ասում են երկրորդ նախագահ Հայաստան դաշինքը չի կարողանալու շեմա անցնել։ Ես կարծում եմ սա safe PR է հատուկ։ Այո։ Եվ երկրորդն էլ անդադ տարածում են, տես մի ոգևորվեք Սամվել Կարապետյանը, որտեվ իրեն թույլ չի տալու։ Եկեք ասենք, որ նա էլ հաստատ շեմը հաղթահարելու է։ Եվ Սամվել Կարապետյանին հակառակարծիք չկա։ Սամվել Կարապետյանն էլ միջև վերջ գնալու է բոլոր դեպքերում։ Ես միտքս ամեն դեպքում ընդհատեցի, ուրեմն տեսականորեն այն վատթարագույն սցենար։ Ես ասում եմ իշխանությունների քայլերը, որոնք հաշվարկելի են։ Եթե փորձ արվեց, որ Սամվել Կարապետյանը
չմասնակցի, օրինակ տեսականորեն։ Այդ դեպքում անդիմադիր մյուս երկու ուժերը կեցվածք են դրսևորել։ Անպայման։ Ես ինչի համար եմ այսօր սա մասին ասում, որ այդ երկու ուժերը նաև այսօր վանից 3-ով այդ սցենարը վատթարագույն սցենար, հա, ընդդիմության համար, այդ սցենարը պետք է պատրաստեն ինչ քայլեր։ Այդ միայն փողոցային պայքարը չի, միայն ընտրություններ բոյկոտելը չի։ Այլ տարբերակներ էլ կա, որի մասին ես օրինակ եթերով չեմ ասի, որը մասնագետներ հետ խոսել եմ, խորհրդակցել եմ եւ այլն, այլ տարբերակներ կա, որ հաղթական երկնի եւ Գյումրի երկու տարբերակ աշխատի դեպ ասեմ։ Ասենք ինչու մի մոտեցումը կասեմ, տեսականորեն եթե Սամվել Կարապետյանը չի մասնակցում, Սամվել Կարապետյանը հրապարակավ ասում է, որ իր էլեկտորատին, ասում է ձայները տալիս եք այս երկուսին, Քոչարյան, օրինակ եմ ասում, Ծառուկյան։ Քոչարյան Ծառուկյանն էլ հայտարարում են, որ մենք հաղթանակի դեպքում վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Չէ, այդ պիտի չքննարկվի։ Հիմա նայ։ Այդ հարցը չի համար եմ ասում, տարբերակներ եմ ես ասում, այսինքն այսպիսի տարբերակներ կա եւ մասնագիտական խմբերը երեք ուժերի։ Այդտեղ հաստատ ձայներ կփոշիանա, անդիմադիր ձայներ, պետք է ամեն ինչ անել, որ այլ լուծումներ, դուք մեկն ասեցիք, գուցե դա պիտի քննարկեն, բայց այլ լուծումներ գտնեն, որտեղ այնպիսի լուծում, որ հանկարծ ձայները չփոշիանա եւ հանկարծ Նիկոլի մտքով չանցնի, որ պետք է գնա այն քայլին, որ Սամվել Կարապետյանին թույլ չտա ընտրություններին մասնակցել, առաջին վտանգավոր բանը մտքներովը չանցնի, պիտի մտածել, որ պիտի հասնել, նա ինքը պիտի վախենա այդ քայլին գնալ, որտեղ պիտի հասկանա, եթե հանկարծ ինքը գնա, այո, ինքը վախենա։ Ուրեմն անդիմության մյուս սցենարը նա է, որ Նիկոլ Փաշինյանին քարոզչական դաշտում եւ գետնի վրա միջև ընտրությունների սկսվելը ինքը հասկանա, որ դա իր համար իշխանություն կարող արժենա, իշխանություն արժենա Սամվել Կարապետյանին թույլ չտալ մասնակցելու։ Շատ լավ։